Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Արագածոտնի թեմում Տիկին Ստեփանյան եւ երեկվանից այդ խառնաշփոթ իրավիճակն է, երբ ձերբակալվում են ամենատարբեր քահանաներ, ընդդիմությունը սովորության համաձայն սա քաղաքականացրեց եւ ասաց, որ դասական օրինակներից մեկն է, որ իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, մայրաթորի վրա եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք ըստ էության ստացվում է, որ իրավապահները գնացել են Տեր Արամի հայտնի հայտարարության ետևից, որ 2021 թվականին իրենց պարտադրել են, ստիպել են մասնակցել բոլոր ընդդիմադիր հավաքներին։ Տեր Արամն էլ այստեղ արդեն թիրախավորվել է, իրեն հուդա են որակում որպես, բայց ամեն դեպքում ինչի մասին են վկայում այս ձերբակալությունները եւ ինչպես ընդդիմությունն է 2 օր է արդեն պնդում, սա իսկապես հարձակում է եկեղեցու վրա։ Այո, արդեն 2 օր է հայաստանյան լրատվական դաշտը անդադ խոսում է հոգևորականների ձերբակալության մասին, բայց լրատվական դաշտը ինքն իրեն հավանաբար հաշիվ չտալով, խոսքը ընդդիմադիր շրջանակներին սպասարկող լրատվամիջոցների մասին է, բավականին հետաքրքիր որակում է տալիս, ասում է, որ հոգևորականների նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է ստացել, ըստ երևույթին տալով իրենց հարցի կամ իրենց մտահոգության հիմնական սպառիչ պատասխանը եւ հիմնական ելակետային դրույթը, ինչը նշանակում հոգևորականի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում։ Արդյոք սա չի նշանակում, որ հոգևորականները վաղուց դուրս են եկել իրենց ծառայողական արարողակարգերի կամ իրենց եկեղեցական կանոնակարգի դրույթներից եւ արդեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ եւ արդյոք չի նշանակում, որ այս առումով, երբ որ եկեղեցական կարևոր արարողակարգերը կամ հոգևոր ծառայությունները սկսում եւ ավարտվում են իշխանությունների նկատմամբ պարսավանքի խոսքերով, իշխանությունների վրա ցեղ շպրտելով եւ վերջում անպայման դրանք ավարտվում են հեղափոխական կոչերով եւ հեղափոխության դրթող ինչ-որ շարժարիտներով, ավելին դրանց համար նույնիսկ հոգևորականները չեն խորշում քաղաքացիներին տաքացնել, խրախուսել որոշակի դրամական միջոցներով, չի նշանակում, որ ժամանակն է, որ այստեղ իրավապահ համակարգը որոշակի գործողություններ իրականացվի։ Եվ իմ ասացի վառապացույցը 3 լրատվական միջոցներում տարածված այն 2 հայտնի լուսանկարներն էին, ուզում եմ հիշեցնել, որ դրանք ընդհանրապես Արագածոտնի թեմի առաջնորդի տնից էին հայտնաբերվել կամ իր կեցավայրից էին հայտնաբերվել եւ այնտեղ կան գրեթե ամեն ինչ, բացի նրանից, ինչը որ պետք է հոգևորականին իր ծառայությունները մատուցելու համար։ Այնտեղ դուք կարող եք տեսնել հսկայական թվով դրամական միջոցներ, ընդ որում եւ արտարժույթով եւ Հայաստանի Հանրապետության դրամով։ Այնտեղ դուք կարող եք տեսնել դիվանագիտական անձնագրեր, որ ամեն դեպքում Հայաստանից դուրս գալու հնարավորություն լինի։ Դուք այնտեղ կարող եք տեսնել ոսկու ձուլակտորներ, որ չգիտես ինչի համար էին, եւ ամենակարևորը, որի ուշադրությունը հրավիրեց, դա բենզինի չեկերն էին, որոնք ըստ երևույթին նաև տրվում էին քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության որևէ վայրից քաղաքական ակցիաներին մասնակցելու համար։ Ես կարծում եմ հոգևորականները իրենք պետք է այս մասին բարձրաձայնեն եւ չեմ կարող արժանին չմատուցել Տեր Արամին, ով թերևս երկրորդն էր թվով, որովհետեւ առաջինը խոսեց կարգալույց քահանան, կարգալույց հոգևորականը, եթե չեմ սխալվում, նրա անունը Խորեն էր, երբ որ բարձրաձայնեց, թե ինչեր են տեղի ունենում այդ հոգևոր իշխանության բուրգում եւ այդ ուղղաձիգ հարաբերությունների մասին ըստ երևույթին խոսեց եւ Տեր Արամը իր մեջ ուժ գտավ եւս բարձրաձայնելու խնդիրների մասին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ կարծես լրատվամիջոցները փորձում են հասարակական կարծիքի վրա այն գլխից որոշակի ազդեցություն ունենալ, այսինքն որևէ մեկին հետաքրքիր չէ, որ մարդիկ վաղուց անցել են հոգևորականի սահմանները, եկեղեցին դարձրել են քաղաքական շտաբեր, դարձել են կուսակցության ղեկավարներ կամ անդամներ, հեռու չէ այն օրը, երբ որ օրինակ վանական համալիրների կամ եկեղեցիների որևէ հատված նրանք կտրամադրեն քաղաքական կուսակցություններին քաղաքական շտաբեր բարձրացնելու համար, բայց որ կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են այս մասին, մատնացույց են անում, խոսում են այն մասին, որ վաղուց այս հոգևորը դադարել է լինել հոգևոր եւ վաղուց այստեղ նյութականն ու առարկայականը ավելի առաջ են անցել, դա վիրավորական է։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների ներկայացուցիչների մեծագույն սխալներից մեկն այն է, որ կոնֆորմիզմը դոմինանտ է, այսինքն
տեսնում են, որ կա խնդիր, բայց մտածում են, որ այդ խնդիրը, այո, նախընտրում են լռել եւ ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, եւս մեկ անգամ հնարավորություն եմ ասելու, այդ նույն լռության պատճառով է, որ մենք ունենք 12-ամյա երեխան, ով հոր կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու պատճառով տնից փախել էր։ Այս լռության հետևանքով է, որ այսօր մենք մանկատներում, շուրջօրյա խնամքի կենտրոններում ունենք երեխաներ, ովքեր ծնվել են ընտանիքի անդամների կողմից արդեն այլ ճնշումների արդյունքում։ Մենք ունենք խնդիրներ, որ երեխաներ կամ ուսանողներ են դուրս մնում համալսարանից, որովհետև հետապնդվում են իրենց հայացքների համար կամ գուցե այլ դրդապատճառներով դասախոսների կողմից եւ պետք է այսպես բոլորս լուր մնանք։ Մինչև չենք հանդիպում արդեն այն վերջնական կետին, այս վերջնական կետն էլ պետք է բոլոր այն քաղաքական շրջանակներին, որ լինի առիթ, որ ասեն պետությունը օրինակ այստեղ կամ այնտեղ իր պոզիտիվ պարտականությունը չի իրականացնում։ Բայց ամեն դեպքում Տիկին Ստեփանյան, չասեմ եկեղեցու, այս հոգևորականների եւ ընդդիմության կապը որտեղ է, որովհետեւ տեսեք, իրենք էլ դուք ճիշտ նշեցիք, մի կողմից խոսում են քաղաքական հետապնդման մասին, մյուս կողմից պաշտպանում են եւ ասում են, որ իրենք են եկեղեցու, ճակերտավոր ասած փրկիչները, իրենք եկել են պաշտպանելու այս իշխանությունից եկեղեցուն եւ կամ հոգևորականներին, որ այդ կապը որն է օրգանական, էլի քաղաքական հիմքով է պայմանավորված, թե այլ նաեւ հիմք ունի։ Բնականաբար օրգանական հիմք կա եւ այլ հիմքեր էլ ես չեմ բացառում։ Տեսեք, մինչև հիմա ինչու չկար այսպիսի խոսակցություններ, որովհետև կարծես նույն թիմից էին եւ քաղաքական իշխանության եւ հոգեվոր իշխանության ներկայացուցիչները։ Եվ ինչ տեղի ունեցավ ըստ երևույթին։ Սկսեմ հայտնի թևավոր խոսքով, ասում եմ, եթե ուզում ես ծառը թաքցնել, թաքցրու այն անտառում։ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունեն անխախտ սրբություններ եւ դրանցից մեկը անառարկելիորեն հայ առաքելական եկեղեցին է։ Եվ ըստ երևույթին քաղաքական իշխանությունները խնդրի դեպքում կամ որոշակի ահազանգերի դեպքում պետք է օրինազանցներին փնտրեն ամենուր, բայց ոչ երբեք առաքելական եկեղեցում։ Եվ այստեղ իմ ամենամեծ խնդիրը, որ ես արձանագրել եմ արդեն շուրջ 1.5-2 ամիսների ընթացքում, այն է, որ քաղաքական որոշ շրջանակներ իրենց գարշահոտ, զազրելի, անընդունելի եւ մերժելի պրոցեսներին մասնակից են դարձրել հոգևորականներին։ Իսկ ինչու, արդյոք բոլոր հոգևորականներն են դրան մասնակից դառնում, թե ոչ։ Պարզվում է, որ ոչ։ Իսկ որ եւ ինչ որ կապ կա։ Տեսեք, ինչ որ հիերարխիա կա հոգևոր իշխանության բուրգում եւ Օրինակ Ռուսաստանի թեմի առաջնորդը Հայաստանի Հանրապետության կաթողիկոսի եղբայրն է, որը արդեն խնդրեմ է։ Այնտեղ կաթողիկոսի մասին Ռուսաստանաբնակ հայերը ավանդույթ լեգենդներ են պատմում, որոնք որևէ կերպ չի տեղավորվում ռացիոնալ տրամաբանական շրջանակներում։ Սկսած նրանից, որ օրինակ Եզրասը թեմի առաջնորդը ըստ երևույթին, երբ որ օրինակ խնդիր է բարձրանում եւ Ռուսաստանաբնակ հայերն էլ որոշում են բողոքի ցույց անել կամ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որքան էլ որ տարօրինակ է, տվյալ Եզրասը իրավապահ համակարգին է զանգ տալիս եւ ՕՄՕՆ-ը հարձակվում է հայ ներկայացուցիչների էթնիկ հայերի վրա։ Սա խնդիր է թե չէ։ Ես կարծում եմ խնդիր է։ Մյուս խնդիրը, որ ես տեսնում եմ, օրինակ կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Գարեգին II բոլոր այսպես չալաղաճ տեղերում տեղավորել է իր հարազատներին։ Օրինակ իմ համար մեծագույն խնդիր է, այդ ոնց է լինում, որ օրինակ Շիրակի թեմի առաջնորդի, որ այսօր քրեական բարույթի շրջանակներում անցնում է, որ եղբոր տղան նույնպես քահանա է, նրա քրոջ որդին նույնպես քահանա է եւ եկեք գնանք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր կամ տարբեր քաղաքներ եւ տեսենք արդյոք բոլորն են այդպիսի արտոնյալ դիրքերում։ Պարզվում է, որ ոչ։ Արտոնյալ դիրքերում կարող են հայտնվել միայն նրանք, ովքեր որ որոշակի կապ ունեն քաղաքական որոշակի շրջանակների հետ, այս շրջանակներն էլ իրենց հերթին կապ ունեն որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ եւ ըստ երևույթին թաքնվելով բուրվարի, սքեմի, խաչի հետևում այս մարդիկ իրականացնում են քաղաքական գործունեություն։ Այսինքն եկեղեցին ավտոկրատ համակարգ են, ինչ որ վերածել է ավտորիտարիզմի, այսինքն։ Այո, որքան էլ որ տարօրինակ է, որքան էլ որ գուցե որևէ կերպ մենք չենք կարողանում այս երկու անհամադրելի երևույթները կամ անհամադրելի խոսույթը համադրել իր հետ, այո, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցում կան սպասավորներ, որոնք բացարձակապես եւ բացառապես չեն զբաղվում այն գործունեությամբ, որի համար կոչված են, որի համար իրենք զրկել են ըստ երևույթին աշխարհիկ տարբեր արտոնություններից, բայց հայտնվելով այստեղ իրականացնում են քաղաքական գործունեություն, իսկ ինչու հիմա, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի շուրջ շատ մեծ ճակատ է ձևավորվել եւ այդ մեծ ճակատի ներկայացուցիչները հենց նաեւ հոգեվորականներն են,
թե ինչի դիմաց կարծում եմ իրավապահ համակարգը առաջիկայում մեզ այդ մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի, բայց երդվում եմ, զազրելի է եւ ես այստեղ իսկապես չգիտեմ զայրույթս կամ մեղադրանքի սլաքները ում ուղղել, արդյոք այն հոգևորականներին, որոնք չեն խորշե, որոշակի խոստումների, գուցե դրամի, գուցե այլ բարիքների համար մտնել այս խաղի մեջ, թե քաղաքական այն շրջանակներին, ովքեր չեն խորշել իրենց կեղտոտ քաղաքական ակցիաներին ներգրավել նաև հոգևորականներին։ Տիկին Ստեփանյան, տեսեք, դուք էլ հաստատ տեսած կլինեք, որ մամուլում երեկվանից շրջանառվում է նաև հոգևոր առաջնորդի Ադրբեջանի Փաշազադեի խոսքերը, թե հայ առաքելական եկեղեցին ըստ էության խանգարում է խաղաղության գործընթացին եւ այսպես ընդդիմադիր մամուլը փորձում է տեղի ունեցածը կապել Ադրբեջանից եկած ազդակների եւ կամ հայտարարությունների հետ։ Մեր ընդդիմությունը շատ կանխատեսելի է դարձել այն իմաստով, որ յուրաքանչյուր ձեր ընդդիմությունը ավելի ճիշտ շատ կանխատեսելի է դարձել այն իմաստով, որ յուրաքանչյուր քայլ, հայտարարություն իրավապահների գործողություն կապվում է ուղիղ Ադրբեջանի հետ։ Ինչու է ընդդիմությունը ամեն ինչին նայում Ադրբեջանի պրիզմայից եւ քանի որ սա նախընտրական տրամաբանության մեջ է եւ ձեր բոլոր թեզերը կապում են Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ, սա վտանգավոր միտում չէ։ Ուղղակի մեր լրատվական դաշտը ուրիշ հերոս չունի ըստ երևույթին, քան Ալիևն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի, ինչպես նաև լրատվական միջոցների մեծագույն սխալներից, ասեմ, մասնագիտական բացթողումներից մեկն էլ այն է, որ օրինակ կանչում են հայտնի հասարակական քաղաքական գործիչների եւ դիցուկ 30-35 րոպեանոց հարցազրույցում մենք կարող ենք 17 անգամ լսել, թե ինչպես է տվյալ հյուրը կամ բանախոսը հղում Ալիևին։ Եվ ինչ է ստացվում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Հայաստանի Հանրապետության ամբողջ լրատվական դաշտը տիրաժավորում է Ալիևի խոսույթով։ Այսինքն ստացվում է, որ այստեղ ոչ մեկ ոչ իման չի ասում, այ Ալիևը ասում է, իրենք էլ իրենց պարտքն են համարում այս մասին բարձրաձայնել կամ ինչպես ասում են, տեղեկացնել հանրությանը։ Ես ուզում եմ ասել, որ նախ գործ ունենք երկու հիմնական խնդրի հետ։ Առաջինը Ալիևը բնականաբար խոսում է իր ներքին լսարանի հետ եւ կարծում եմ դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, որ 44-օրյա պատերազմից հետո որոշակի ստատուս քվոյի խափանման եւ որոշակի իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ցավոտ պարտության եւ Ադրբեջանի հաղթանակի պարագայում Ալիևը ավելի շահեկան դիրքերում է եւ իրեն շատ հաճախ թույլ է տալիս ոչ կոռեկտ խոսույթ, որոնք բնորոշ չեն ոչ միայն երկրի առաջնորդին, այլ առհասարակ հաղթող երկրի առաջնորդին, որտեղ ժամանակին էլ մեր երկիրն էր ավելի լավ շահեկան վիճակում եւ ես չեմ հիշում որևէ դեպք, որ մեր առաջին նախագահը օրինակ այդպես մատ թափ տա Ադրբեջանի նախագահի վրա, սա իհարկե խոսում է մեր քաղաքական ղեկավարության կոռեկտության վերաբերմունքի մեծահոգության մասին։ Այսօր հակառակ process-ն ենք տեսնում եւ այդ բարձրագոչ հայտարարություններով, ինչպես նշեցի, ոչ հարիր խոսույթով Իլհամ Ալիևը կարծում եմ դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, որ մի քիչ ճիշտ չի լինի կամ ընդունելի չի լինի իր լսարանի համար, օրինակ մի առավոտ արթնանա ու ասի, որ գնում ենք խաղաղության, ամեն ինչ հետևում է եւ այլն, այլ պետք է դա անի աստիճանաբար։ Բայց իրենց լրատվականներում այդ փոփոխությունը արդեն զգացվում է, որ հենց ես ավելի կառուցողական են դարձել։ Ես հենց սրա մասին եմ ասում, որ այն ինչ սպասում ենք մենք, գուցե ճիշտ են, օբյեկտիվ են մեր ակնկալիքները եւ սպասելիքները, որ մենք այդպես կանեինք, բայց հիմա այդ հարցում այդպես չի արվում եւ հստակ կա սահմանազատում, թե Ալիևը ինչ է խոսում իր ներքին լսարանի հետ եւ ինչ ազդակներ է տալիս այնուամենայնիվ արտաքին լսարանին եւ միջազգային հանրությանը։ Սա թողնենք մի կողմ։ Ինչ վերաբերում է Փաշազադեին եւ ընդհանրապես Ադրբեջանի այլ պաշտոնյաներին, ուրեմն նրանք կարելի ասել բռնում են Հայաստանի Հանրապետության այդ քաղաքական վայբը։ Այսինքն նրանք հստակ գիտեն, որ մեր իշխանությունները այնքան են ատում, մեր ընդդիմադիր գործիչները այնքան են ատում իշխանություններին, այնքան են ատում կառավարող ուժին եւ իրենց փոքր վրեժխնդրության համար պատրաստ են ոտնատակ տալ Հայաստանի Հանրապետության շահը, մեր երկրի առավելությունները, այն սահուն գիծը, որ բաժանում է իշխանությանը պետությունից, այս կարմիր գիծը շատ նուրբ թելը նրանք անցնում են եւ շատ հաճախ այո քննադատելով իշխանություններին, ըստ իրենց քննադատելով իշխանություններին, մենք տեսնում ենք, որ նրանց մեղադրանքի սլանքները եւ ինչ որտեղ նաեւ ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացնում են հենց այս մարդիկ։ Օրինակ Սերժ Սարգսյանը վրեժխնդիր լինելով Նիկոլ Փաշինյանից, երևի 2018-ի հեղափոխության համար հայտարարում է, որ Գանձակի քաղաքացիական բնակչության վրա Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, գրոհել է պատերազմի եւ հետո պատասխան է ստացել։
երկրորդ նախագահը այս մասին խոսում է, ասում է, որ պրովոկացիաների է դիմել Հայաստանի Հանրապետությունը հղում անելով հուլիսյան մարտերի ժամանակ եւ վերջում այսպես զարմացական ասում է, բայ էլ ինչ պիտի աներ Ալիևը։ Այսինքն ինչ որ չափով այս աբսուրդը նաեւ այն է, որ նրանք արդարացնում են Ալիևին։ Վաղը մյուս օրը ասելու են լավ է արել Ալիևը, հասկանում եք, այստեղ է մեր հիմնական խնդիրը։ Առաջին նախագահին եւ Լևոն Զուրաբյանին։ Այո, Ադրբեջանում էլ քնած չէ։ Եվ բռնում են Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր թևերի այս խոսույթը եւ բնականաբար իրենց հերթին ինչ որ բան են ասում արձագանք այստեղ հնչած աբսուրդ մտքերի եւ այստեղից է նորից արձագանք են գանում Փաշազադեն էս ասեց այն մեկը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Փաշազադեն ինչ ասեց Ալիևը ինչ ասեց այն մեկը ինչ ասեց այն մյուսը ինչ ասեց ոնց ասեց որ պահին ասեց ինձ հետաքրքիր է իմ երկրի առաջնորդը այս խնդրի վերաբերյալ ինչ ասեց պաշտոնական հաղորդագրություններում ինչ է գրված արդյոք մենք տեսնում ենք դրան գնացող միտումներ թե չէ արդյոք ես տեսնում եմ իմ կառավարության քայլերը խաղաղության օրակարգի սպասարկման համար թե չէ ինչն է խանգարում այդ օրակարգի սպասարկմանը արդյոք միջազգային հանրությունը կարող է օժանդակել 2-35 տարի եւ ավելի հակամարտություն ունեցող երկրները այնուամենայնիվ որպեսզի շփվեն շահերի համադրման այլ ոչ թե հակակշռման տեսանկյունից թե չէ Ալիևը ինչ ասեց այն մեկը ինչ ասեց ես կարծում եմ ուղղակի սրանով մեր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները անուղղակիորեն ստանձնում են Ալիևի խոսնակների դերը իսկ Ալիևը խոսնակ կարիք չունի։ Եթե այսպես շարունակվի, Ալիևը նույնիսկ լոբիստական կազմակերպությունների կարիք չունենա։ Այնինչ պիտի անեն Ալիևի եւ ադրբեջանական լոբիստական կազմակերպությունները մեծ սիրով եւ անվճար անում են Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ներկայացուցիչները։ Լավ բավարար չէ։ Իդեպ Տիկին Ստեփանյան դա էլ նկատած կլինեք, որ արևմտյան Ադրբեջան թեզը այստեղ ավելի շատ է շահարկվում, քան էլի Ադրբեջանում եւ այդ անձերի քանակը այստեղ ավելի լրատվականները ավելի այսպես ճոխ են ներկայացնում, այսինքն եթե այնտեղ նշվում է 100,000 մարդու մասին, այստեղ 200, 300, այսինքն պարբերաբար գրում են, որ հիմա 300,000 հայ վերադառնալու են Հայաստան։ Սա ինչ որ ճնշելու մեխանիզմ է, թե Ադրբեջանում են հասկացել մեր վախերը եւ փորձում են մեր դեմ օգտագործել եւ եթե այդպես է, ապա մեր ընդդիմությունը ինչու է փորձում մեր վախերը մեր դեմ։ Շատ հստակ ձևակերպեցիք, այո, Ադրբեջանում հստակորեն հասկացել են Հայաստանի Հանրապետության հասարակության որոշ սեգմենտի վախերը եւ դա հրաշալիորեն օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց ցավալին էս չի, որով Ադրբեջանում են այսպիսի վարքագիծ դրսևորում։ Ցավալին այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մարդիկ, ովքեր հավակնում են իշխանության գալուն, ովքեր հավակնում են ընդդիմադիր քաղաքական ուժերի միակ լիդերը, միակ տեխնացուն դառնալ։ Ես խնդիրը այստեղ եմ տեսնում, որ շահարկում են, կարծես շարունակում են այս խնդիրը։ Եվ արևմտյան ադրբեջանական թեզը մի պահ եթե հիշում եք, այսպես մարեց, այդ top news-երի շարքից հեռացավ, ինչու, որովհետև երբ որ դեռևս հրապարակված չէին այս խաղաղության պայմանագրի տեքստերը, մարդիկ փորձում էին ամենատարբեր երևակայական հրեշներով լցնել այդ բաց դաշտը եւ վախեցնել հանրությանը, երբ որ արդեն տեքստը հրապարակվեց եւ տեսան, որ այնտեղ ոչ միջանցքի մասին խոսակցություն կա, ոչ ադրբեջանցի վերադարձի մասին խոսակցություն կա, տևական ժամանակ այս խոսույթը հետ դարձավ։ Հիմա ինչու է նորից առաջ եկել, որովհետեւ այլ բան չկա ասելու, որովհետեւ քաղաքական ընդդիմադիր դաշտերի օրակարգը ըստ երևույթին չկա, ոչ թե սպառվել է, այլ այդպես չեն էլ ունեցել ընդհանրապես օրակարգ։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի միակ հարցը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, եւ ըստ երևույթին բոլոր այն կուսակցությունները, այն քաղաքական ուժերը, որոնք մուտք են գործել քաղաքականություն կամ նոր են ձևավորել կամ որևէ դաշինք են կազմել, միևնույն է դրա շուրջ են համախմբված։ Ցավոք բանակցությունների արդյունքում, դիվանագիտական բացթողումների արդյունքում աշխարհակահաղական կենտրոնների ուժերի այսպես բաշխման կամ մոտիվացման տարբեր հարաբերությունների արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է եւ քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանը դրա հետ համաձայն չէ, վերջերս հայտարարեց, որ շատ է որ Սերժ Սարգսյանը այս հարցին տվյալ խնդրին համաձայնություն չի տալիս 2026 թվականի հերթական ընտրությունների ժամանակ մենք անհամբերությամբ կսպասենք Սերժ Սարգսյանի քաղաքական ուժի ծրագրին, որը կներկայացվի հանրությանը եւ կարծում եմ բոլորս հնարավորություն կունենանք ականատես լինելու, եթե նա համաձայն չի ինչ է առաջարկում։ Եվ առհասարակ 26 թվականի բոլոր քաղաքական ուժերի
ծրագրերը, այսինքն այն օրակարգը, որով իրենք մտնելու են քաղաքական պայքարի մեջ, իշխանության գալու նպատակով, կարծում եմ, որ հստակ պետք է արձանագրի այն գործողությունների հստակ պլանը կամ այն նպատակները, այն կարևոր թիրախները, որոնք ըստ էության իրենց դրել են իրենց առջև։ Եվ եթե Սերժ Սարգսյանը համաձայն չի, որ ցավոք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը լուծվեց ոչ իշահ Հայաստանի Հանրապետության, ապա ես նրան եւ առհասարակ այսօր իրենց ընդդիմադիր դիրքավորած բոլոր քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ դիտել բոլորովին վերջերս լրատվականներից մեկով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցը, որտեղ լրագրողի հարցին ի վերջո ով հանձնեց Արցախը, հնչում է շատ երկար սպասված եւ շատ հետաքրքիր պատասխան։ Լևոն Զուրաբյանը պատասխանում է, որ Արցախը հանձնեցին այդ 3-ը։ Լրագրողի մասնավորեցնող հարցին, ովքեր են այդ 3-ը, Լևոն Զուրաբյանը պատասխանում է. այդ 3-ն են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Ես կարծում եմ այս փուլից սկսած կառավարող ուժը, իդեմս քաղաքացիական պայմանագիր կուսակցության պետք է պարզապես հետ քաշվի, որտեղ մենք մեր ասելիքը այս մասով ասել ենք։ Մենք այս մասով այլևս կիսվելու կամ մեր էլեկտորատի հետ խոսելու թեմա չունենք։ Մեր խոսակցության թեման այլ է մեր ընդդիմության հետ։ Ես կարծում եմ մեր հիմնական համախոհը, մեր գործընկերը այս հարցում մենք պետք է դիտարկենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, իսկ արդեն նախորդ իշխանություններին, նրանց հարող քաղաքական ուժերին, նրանց կողմից ածանցվող կամ ձևավորող նոր դուստր ձեռնարկություններին, կարծում եմ թույլ պետք է տալ իրանք արդեն իրար մեջ խոսեն։ Ես կարծում եմ արդեն հերիք է, որ մենք հակադարձենք առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Եկել է ժամանակը, որ իրենք իրար հակադարձեն եւ իրենք իրար մեջ պատասխանեն։ Ի վերջո ով տվեց, ինչու process-ը այդպես գնաց եւ ոչ այնպես եւ այլն։ Մենք էլ կողքից կարող ենք դիտել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Լավ, Տիկին Ստեփանյան, հանգիստ թողնենք առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, ինչպես ասացիք, եւ նրանց հարցադրումները ամենատարբեր։ Բայց ամեն դեպքում նոր ուժ է հայտնվել, ապա քաղաքական դեռևս շարժում, Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կլինի իրենց ուժի գաղափարական ղեկավարը եւ հունվար ամսին արդեն իրեն կառաջադրեն վարչապետի այնպիսի տեխնացու, որ բոլորի կողմից ընդունելի եւ կամ համակրելի կլինի, իսկ Ամստերդամը սպառնաց, որ ամենօրյա ռեժիմով կգրոհեն Հայաստանի վրա, եթե ազատ չարձակեք նրան։ Հիմա Սամվել Կարապետյանը հավակնում է լինել այն նորը, որի մասին պարբերաբար ընդդիմադիր ամենատարբեր գործիչներ հայտնվում են եւ հայտարարում են, որ մենք լրիվ նոր, ինքնուրույն, ինչպես Նարեկ Կարապետյանն է ասում, մաքուր ձեռքերով մտնում ենք քաղաքականություն։ Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում եւ ըստ երևույթին մեր ձևիստները կարծում եմ բոլորիս խոսցիրած թեման է նոր ձևավորված ուժը, որ բաղկացած է հիմնականում երիտասարդներին, որոնց մեծ մասը ըստ երևույթին Հայաստանի Հանրապետությունում ոչ ծնվել է, ոչ մեծացել է, որոշել է, որ պետք է փրկի Հայաստանը այս ծանր իրավիճակից։ Բայց ասում են 200 տարի մեր տունը այստեղ է եղել եւ պետության համնել, այո, մեր բերանն է։ Դե դա իր ձևակերպն է, ես կարծում եմ Նարեկ Կարապետյանի ստեղծագործական թիմը մի քիչ լավ չի աշխատում, կամ Նարեկ Կարապետյանը մի քիչ լավ չի բռնում այն տեքստերը կամ այն խոսույթը, որ իրեն փոխանցում են, հենց միայն նրանց պրավալի մասին խոսում է այն, որ հավակնելով քաղաքական process-ներին իրենց հռչակել են, հայտարարել են ոչ քաղաքական ուժ։ Մենք այս դասը կարծես արդեն անցել ենք Բագրատ Սրբազանի թեմայով, երբ որ Հայաստանի քաղաքական դաշտում հայտ չերով խոսույթները եւ բառերը չքաղաքական գործից, չպետություն, չմարդ, մի խոսքով չքահանա, այս խոսույթները կային։ Ես կարծում եմ պարապ վախտի խաղալիք են, իսկ ինչ վերաբերում է նրանց այս վերջում ինչ-որ տենց հաշվետվություն են կարծես ուզում ներկայացնել, ես ինչ տեսա, կուզեի ասել, ես ինչ տեսա, ես տեսա հարուստ երիտասարդների խումբ, ովքեր իրենց հիմնական դրամական միջոցները ոչ թե վաստակել են, այլ իրենց հայրերից ժառանգություն են ստացել։ Ես տեսա, որ այս մարդիկ զարմանալիորեն բացահայտել են, որ Հայաստանի Հանրապետությունը միայն Երևանը չի, Հայաստանի Հանրապետությունի մարզեր, գյուղական համայնքներ, եւ իրենք շատ ուրախացել են, որ գնացել են
Հայաստանի Հանրապետության գյուղեր, ավելի շատ ուրախացել եւ զարմացել են, որ այդ գյուղերում մարդիկ են ապրում։ Ես կարծում եմ նաև նրանք ժամանակ են ունեցել այդ գյուղերում եւ փոքր համայնքներում տեսնել, թե հեծի լարերը ինչ վիճակում են գտնվում, տեսել են իրենց այսպես ասած գաղափարական առաջնորդի գաղափարների իրագործումը արդեն հեծի գործունեության շրջանակներում եւ ինչ տեսա, որ այս երեխեքը գնացել են Հայաստանի Հանրապետության մարզեր, գեղատեսիլ վայրեր, դե Հայաստանի Հանրապետությունը հրաշք երկիր է, թանգարան է, բայց երկնքի տակ։ Այդ մասին խոսում են նաև զբոսաշրջության թվերը, սա պետական վիճակագրությանը հղում եմ։ Այդպես տենց որոշել են, հավաքվել են, տենց նկարվել են եւ ինչ են որոշել անել, որոշել են սլայդ շոու սարքել եւ այդ սլայդ շոուն ներկայացնել բոլոր ներկաներին։ Դե ներկաներն էլ կեսի հայրերն են, հորեղբայրներն են, իրենց այսպես ասած հարող թիմն է, այտենց նայեցին, տեսան, որ այս մարդիկ գնացել են մարզեր, սիրուն ժամանակ են անցկացրել ու զարմացել են, որ Հայաստանի Հանրապետության ապրող մարդիկ, դու մի ասա, նաև տարբեր խնդիրների շուրջ ունեն իրենց լուծման առաջարկները կամ մի խնդրի շուրջ կան մեկից ավելի լուծման տարբերակներ եւ Նարեկ Կարապետյանը զարմանքով սրա մասին է խոսում։ Ասում է, մինչ մենք կքննարկեինք կամ կհանգեինք այդ տրամաբանական եզրահանգմանը, այ գյուղերում ասում է մարդիկ սա մեզ առաջարկում էին։ Ինչ խոսենք այս քաղաքական ուժի մաս։ Շատ սիրուն սլայդ շոու էր, ես շատ ուրախ եմ, որ գնացել են Հայաստանի Հանրապետության մարզեր եւ գյուղական համայնքներ։ Կարծում եմ ինչ որ չափով իրենք կնպաստեն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրական տվյալներին։ Դուք հիմա հեգնում եք Տիկին Ստեփանյան, բայց տեսեք օրերս Էդմոն Մարուքյանը հղում անելով իր վիճակագրական տվյալներին ասաց, որ իհարկե դա ուղղված էր ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին, բայց ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէ այլևս առաջատարը Սամվել Կարապետյանի ուժն է եւ խորհրդարանում եթե ոչ իշխանություն, ապա որպես առաջատար ընդդիմություն հավակնում է լինել Կարապետյանի ուժը, ըստ էության նաև կոչ արեց ընդդիմությանը հենց կոնսոլիդացվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Մի քանի օր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը իր այսպես վիճակագրական տվյալների մասին էր խոսում, նա էլ հակառակն էր պնդում, որ ինքն է լինելու առաջատար այդ ուժը եւ այդ դեմքը եւ իր դեմքով ընտրությունների գնալը առհասարակ իրենց ավելի մեծ հաջողություն է բերելու եւ իր շուրջ պետք է կոնսոլիդացվեն։ Ասուլիսի ժամանակ իդեպ նաև մի շարք մեղադրանքներ հղեց ձեր իշխանությանը, որոնք մասամբ նաև, այսպես ասած, արդարացված են։ Մեղադրանքներից մեկն այն է, որ եթե իրեն մեղադրում եք, ապա ինչու է ինքը ազատության մեջ։ Ավելին քաղաքասարակությունն էլ ասում է, ինչու է ինքը առհասարակ ասուլիս տալիս։ Շատ ծավալուն բազմաշերտ հարց ուղեցիք կամ Էդմոն Մարուքյանից։ Էդմոն Մարուքյանը մեր քաղաքական դաշտի եզակի գործիչներից է, որը դասագրքային օրինակ է, ինչպես ստեղծել քաղաքական կուսակցություն եւ ինչպես ավերել այն մեկ քայլով։ Ես կարծում եմ, որ քաղաքական ուժի հիմնադիրը եւ դա ընդամենը մեկ որոշումով ավերելը քաղաքական գործի միակ ֆիշկան պետք է չլինի եւ այստեղ Էդմոն Մարուքյանը կարծում եմ էլ ասելիք չունի։ Ռուսական մի մուլտֆիլմ կար, դուք էլ իմ հասակակիցն եք, կհիշեք, երբ Կորյունը առյուծի ձագուկը այդպես փորձում է նոր քայլեր անել, մենակ է մնացել, նոր քայլեր է ուզում անել եւ այսպես հայտնվում է ավելի մեծ կենթանու փղի մոտ եւ ինչ որ բաներ է խոսում փղի հետ եւ փիղը ուղակի տենց լսում է ինչ որ մի գլխի շարժում է անում եւ այնտեղ թարգմանիչներ կան իդեմս արծիվների, որ ասում են on zametil тебя։ Հիմա ինչ է անում Էդմոն Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը հասկանալով, որ ինքը մարդ կուսակցություն է եւ իր կուսակցությունը բաղկացած է 1.5 հոգուց, որոշել է ինչ որ բաներ ասի, որպեսզի իրենից ավելի մեծ կուսակցական կամ քաղաքական ուժերի ղեկավարները իր վրա ուշադրություն դարձնեն։ Եվ ինչից պետք էր սկսել, բնականաբար պետք էր սկսել խոսել Սամվել Կարապետյանից, ինչու, որտեղ փողը այնտեղ է։ Հետո պետք էր խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչու, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ինքն է նշում, ազգային ժողովում ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչն է։ Էդմոն Մարուքյանը մեր քաղաքական դաշտի միակ գործիչն է, որը հրաշալի զրույց է անում իր մյուս գործընկերոջ հետ, այսպես խոսում են, խոհափիլիսոփայական ինչ-որ հարցեր են տալի, ինչ-որ երևույթների շուրջ կարծիքներ են փոխանակում, բայց նա նաև այն քաղաքական գործիչն է, որ այդպես էլ այդ երկու ծայրահեղ մոտեցումների արանքում այդպես էլ չգտավ իր երրորդ ճանապարհը։ Ես կարծում եմ սա այն ամենն է, ինչ պետք է խոսել, ինչ պետք է իմանալ Էդմոն Մարուքյանի մասին, քաղաքասարակության մեղադրանքների մասին ես ինքս էլ լսել եմ եւ բոլորովին վերջերս մենք մասնակցում էինք ժողովրդավարության ֆորումին, թվով 4-րդ, եւ այո, քաղաքասարակության ներկայացուցիչները մեր ներկայությամբ մեզ
այնինչ պետք էր ասել արդարադատություն իրականացնողների բաց թողումների կամ ձախողումների մասին, մեզ ասեց ինչ խոսք, դրանց մասը մեզ համար ընդունելի է, մյուս մասը ընդունելի չէ։ Ուղղակի մի փոքր պարզաբանում անեմ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը չէ, որ պետք է զբաղվի արդարադատությամբ։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ստեղծում է հնարավորինս առողջ իրավական դաշտ, գործուն մեխանիզմներ։ Դե խոսքը հենց դրա մասին է։ Ուր են այդ մեխանիզմները, ուր են այդ այն մեխանիզմները եւ այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին եւ դա արդարադատություն իրականացնող մարմիններին, որոնք եկել են եւ մեր մոտից եւ եկել են այս մարմինների կողմից, մենք իրականացրել ենք եւ փոխանցել ենք նրանց։ Այդ թե ինչու այնտեղ ավելի արագ չեն կատարում process-ները, ես կարծում եմ ավելի ճիշտ իրենք կպարզաբանեն, միայն ավելացնեմ, որ այո, մենք ինքներս էլ դժգոհ ենք սրանից։ Իսկ միեդի վճիրն էլ նաև նրա մասին չէր, որ ըստ էության իրավապահ համակարգը տապալել է իր անելիքը այստեղ եւ միեդի վճիրը ըստ էության եկավ նաև օգնելու։ Միեդի վճիրը եկավ ինչ որտեղ ապացուցելու, ինչ որտեղ օգնելու, ինչ որտեղ էլ կոնկրետ մեղավորներին շատ հստակ մատնացույց անելու։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչանին եւ նրա ասուլիսին, այո, ես էլ եմ երբեմն մտածում, որ Ռոբերտ Քոչյանը ոչ միայն պետք է ազատության մեջ չլիներ, այլ ուր մնաց թե այսպես ասուլիսներ տար եւ իրեն իրավունք վերապահել։ Ձեզ կոռուպցիայի մեջ մեղադրել։ Դա ամենա զվարճալին էր իդեպ եւ երկրորդ զվարճալին այն էր, որ Ռոբերտ Քոչյանը մտահոգություն էր հայտնում, վախենում էր, որ 26 թվին կարող է իշխանությունները կեղծեն ընտրությունները, այստեղ նաև հոգեբանական բարդույթի հարց կա, որ ով ինչ ամենաշատն է արել, իրեն թվում է, որ դիմացին էլ է դա անելու եւ բնականաբար ընտրակեղծարարության թակավոր, ընտրակեղծարարության արքա եւ անհաղթահարելի ներկայացուցիչ Ռոբերտ Քոչյանը բնական է, որ մեզ պետք է սրանում մեղադրել, իսկ կարևոր քաղաքական ուղերձը, որ ես կարծում եմ պետք էր Ռոբերտ Քոչյանի այդ 4.5 ժամ տևած ասուլիսից արել, ըստ էության Ռոբերտ Քոչյանը ասաց, մենք գնում ենք դարձյալ ազգային ժողովում երկրորդ առաջին ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան ստեղծելու, մենք գտել ենք մեր սրտի քաղաքական ուժին, դա իմ ձևիստներն են, եւ բոլորի արժեվ ըստ էության փակեց դուռը, ասաց էլ ինձ մի մոտեցեք, մի դիմեք, ես գտել եմ այս մարդուն, այս մարդկանց հետ գնալու եմ եւ նետեց ձեռնոց նետեց բոլոր այլ քաղաքական ուժերին, ովքեր պատրաստվում են, որ պետք է մասնակցեն հերթական ընտրություններին 26 թվականի, ասաց, խնդրում եմ դուք պայքարեք պատվավոր երկրորդ եւ երրորդ տեղերի մասին, որովհետեւ ես այսքանով փակում եմ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչյանին եւ նոր ձևավորվող ուժին, ասեմ, շատ հետաքրքիր էսպես սիմբիոզ է այդ իմ ձևիստների քաղաքական ուժի եւ բովանդակությունը եւ անդամները, որտեղ մեկը Ռոբերտ Քոչյանի գաղափարակիցն է, Ռոբերտ Քոչյանը շատ այսպես խրախուսելի խոսքեր է ասում Սամվել Կարապետյանի համար, իսկ Նարեկ Կարապետյանը, ով Սերժ Սարգսյանի կաբինետի ներկայացուցչի որդին է, օրինակ Սերժ Սարգսյանի իշխանության վրա ցեխ է շպրտում։ Ես կարծում եմ, ինչպես իմ խոսքում նշեցի, արդեն իրենք իրար մեջ պետք է որոշեն ով ում բարեկամն է եւ ով ում որ դեպքով պետք է մեղադրի, իսկ ընդհանուր առմամբ, եթե մի քիչ ավելի բարձր տեղից ենք նայում այսօրվա քաղաքական շրջանակներին, ուրեմն կա դերերի հստակ բաժանում։ Ռոբերտ Քոչյանը հասկացել է, որ պետք է գնալ խաղաղության օրակարգի սպասարկման հետևից, որովհետև այլ կերպ նա պարզապես չի ունենա հնարավորություն ոչ միայն մասնակցելու, այլ նաև տեղ ունենալու, նա որոշել է, որ պետք է խաղաղության օրակարգով գնա։ Ինձ տեղ հետաքրքիր է, թե իր ֆրակցիան ինչ է ասելու, դե ֆրակցիան ըստ էության դեմ է խաղաղության օրակարգին, բայց փաստորեն իր քաղաքական առաջնորդը այդքան էլ դեմ չի։ Բայց ամեն դեպքում նաև հաճախ կրկնում եմ, որ Քոչարյանի տարիները հենց ամենախաղաղ տարիներն են եղել։ Քոչյանի տարիները գուցե ամենախաղաղն են եղել, բայց դրանք ունեցել են իրենց օբյեկտիվ հիմքերը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նոր էր հրադադարի ռեժիմով եւ բնականաբար այդ հաղթանակի հետ ժամանակյա ազդեցությունը դեռևս կար։ Դա շատ օրինաչափ է, շատ բնօրինակ է եւ Ռոբերտ Քոչյանի փոխարեն ով էլ լիներ Հայաստանի Հանրապետության նախագահը, այդպես էր լինելու։ Դա նրա վաստակը չէ, դա նրա առավելությունը չէ, դա ժամանակի հրամայականն էր ուղակի, բայց դա չի նշանակում, որ մենք զոհեր չենք ունեցել այդ խիստ խաղաղ ժամանակահատվածում, այնտեղ շատ ավելի զարհուրելի եւ սարսափելի բաներ են կատարվել։ Ես կուզեի սրա մասին էլ շատ խոսեին։ Արման Թաթոյանը խոսում է ինստիտուտների կայացման մասին,
իմ ձևիստները խոսում են տնտեսության մասին, ըստ երևույթին մենք կարող ենք մոտավորապես ուրվագծել, թե ով ում է միանալու եւ ինչ հնարավոր քաղաքական մերձեցումներ, ամուսնություններ եւ ամուսնալուծություններ պետք է առաջ Բայց ամեն դեպքում սպասենք։ Գյումրիի երկու սցենարը չի բացառվում, իրենք էլ դրա մասին ըստ էության տողատակում գոնե ակնարկում են, խոսում են եւ ինչքան էլ հիմա փորձենք հեգնել Ռոբերտ Քոչարյանին, նրա ասուլիսը, Նարեկ Կարապետյանի խոսքերը, բայց ամեն դեպքում մենք Գյումրիում տեսանք, թե դա ինչպես է աշխատում։ Դուք ճիշտ եք, այո, նման սցենար հնարավոր է, այստեղ մեծապես կախված է նման սցենարի կանխարգելումը նրանից, թե օրինակ մենք ինչպես կիրականացնենք մեր քարոզարշավը, ինչ երկխոսություն կունենանք մենք մեր քաղաքացու հետ, ինչ հնարավորինս նրան հասցնենք իրենց օրակարգը, միանշանակ ցույց տալով այո Գյումրու դեպքը, որ գուցե առաջին օրերին էլի զվարճանալու կամ որոշակի հումորային իրավիճակների մասին էր խոսում, բայց բոլորովին վերջերս մենք տեսանք, որ այստեղ շատ ավելի մեծ ծրագրի մասին է խոսքը եւ Ռոբերտ Քոչարյանի այդ մտերմիկ ձևակերպումը դե մեր մարտունը, սա կարծում եմ նաեւ եւս մեկ ցուցիչ էր, որ մենք կարող է ունենանք, բայց ես կարծում եմ, որ մենք այդ մասին իհարկե չենք խոսում, չենք քննարկում, մենք գնալու ենք միանշանակ 50+ ձայների հետևից, մենք կարծում ենք, որ մենք հնարավորինս պահել ենք կապը մեր քաղաքացու հետ եւ հնարավորինս անկեղծ ենք, հնարավորինս թափանցիկ ենք խոսում քաղաքացիների հետ։ Ես կարծում եմ ցանկացած ուժ, երբ որ մտնում է պայքարի մեջ, ինքը իր արժեվ պետք է դնի առավելագույնը, ինչի հետևից մենք գնալու ենք ունենալով նաեւ որոշակի օբյեկտիվ հիմքեր սրա համար, բայց ես օրինակ կուզեի ասել, որ քաղաքական դաշտը ձևավորված չի միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ մնացածներից, ովքեր ամեն գնով փորձում են գալ իշխանության, ընդ որում կներեք, որ գուցե հարցից դուրս եմ գալիս, բայց ինչ է ասում Ռոբերտ Քոչարյանն այս առումով, ասում է, որ այնպես չի ես գիշերները չեմ քնում, որ դառնամ վարչապետ, վարչապետ ուզում են դառնան բոլոր նրանք, ովքեր ունեցվածք ձեռք բերելու հավակնություններ ունեն։ Այս դեպքում հարց առաջամ, ինչու ես ուզում դառնաս վարչապետ կամ առաջնորդ, կարող է ուզում ես դառնաս վարչապետ, որ առաջնորդ, որ ուղղակի այդ թալանը եւ գողոնը պահես, որտեվ ձեռիցդ գնում է, ինչքան էլ որ սկզբում անլուրջ էր այս ապուրինի գույքի հետ վերադարձի մասին հարցերը, ոնց որ թե լուրջ process-ի մեջ ենք մտնում եւ գուցե դանդաղ ձեր կողմից ասած քաղաքասարակության կողմից մենք մեղադրանքներ ունենք, բայց ոնց որ թե առաջ է գնում այդ գործերը եւ ոնց որ թե որոշ մարդիկ խնդիրներ են ունենում այս առումով։ Բայց ես կասեմ, որ մենք ունենք նաեւ Երևանի օրինակը, Երևան քաղաքի ընտրությունների, երբ մեր քաղաքական ուժին, մեր տեխնացուին միացան մեր համախոհները, մեր գաղափարակից քաղաքական ուժերը, ովքեր իսկապես կարծում են, որ մեր կողմից առաջ քաշված օրակարգը միակ օրակարգն է, որը Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Մնացած այս պահին դեռևս ինձ հայտնի բոլոր քաղաքական ուժերի օրակարգերը դեռևս գալիս են մեկ աշխարհակական կենտրոնից եւ այսպիսով կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսված է քաղաքական կաստինգը, բոլոր նրանք, ովքեր պետք է դուր գան ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլ կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնի եւ տեսնենք, թե իրեն ով ինչպես կդրսևորի։ Եվ եթե այս խոսակցությունից դուրս դնենք Քոչարյանին, Կարապետյանին, Սարգսյանին, արդյոք ձևավորվում են այդ առողջ ընդդիմադիր ուժերը եւ արդյոք այս պայմաններում հավասար մրցակցային պայմաններ է նաեւ նրանց համար, որովհետեւ տեսեք այդ ուժերն էլ ասում են, որ միլիոնատերեր եւ միլիարդներ կուտակած օրինակ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի հետ շատ դժվար է մտնել մրցապայքարի մեջ, որովհետեւ մենք գիտենք, որ նրանք նաեւ այլ մեխանիզմներ են օգտագործում։ Հիմա արդյոք հավասար մրցակցային պայմաններ են նաեւ նրանց համար, որովհետեւ հաճախ նաեւ էլի ձեր ուժին է մեղադրում այն իմաստով, որ առողջ ընդդիմադիր դաշտ չի ձևավորվում, որովհետեւ դաշտից դեռևս չեն հեռացվել էլի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Ես չգիտեմ օրինակ հեռացվել ասելով ինչ նկատի ունեն, մենք չենք կարող այդ մարդկանց ուղղակի բռնի ուժով տանել ինչ որտեղ պահել, որ դաշտը ազատվի։ Ինչ վերաբերում է առողջ ուժերին, գիտեք, ժամանակի հրամայական է դա եւ անհնար է, որ նոր ուժեր չձևավորվեն կամ նոր կուսակցություններ չձևավորվեն։ Բնականաբար քաղաքական գործունեությամբ զբաղվելը իրենից ենթադրում է որոշակի չափով ռեսուրսներ եւ կադրային առումով, եւ ֆինանսական առումով, եւ ենթակառուցվածքների առումով, եւ մարզերում ներկայացվածության առումով, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կգտնվեն քաղաքական ուժեր, որ կկարողանան իրենց կողմը հրավիրել էլեկտորատի
ուշադրություն։ Բնականաբար քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է որոշակի ռեսուրսներ, որոշակի դրամական միջոցներ, որոշակի կադրային բանկ, որոշակի ենթակառուցվածքներ, մարզերում ներկայացվածություն, բայց ասել, որ Հայաստանի Հանրապետությունում նոր ուժեր չեն ձևավորվում, այդքան էլ ես համաձայն չեմ լինի, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնից եւ կառավարությունից իշխող ուժից կախված ամեն բան մենք արել ենք, օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում ամենակարևորը հեշտացրել ենք կուսակցությունների ձևավորումը, ֆինանսական հաշվետվությունները ավելի թափանցիկ ենք դարձրել, մենք իջեցրել ենք նվազագույն շեմերը քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական ուժերի դեպքում խորհրդարան մուտքով եւ ընդհանրապես թիմ ընտրությունների ժամանակ ես կարծում եմ մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, իսկ թե ով ում հետ կմիանա, ինչու կմիանա, այս արդեն հետոյի հարց է լինելու, բայց քաղաքական մեզ էլ դուր չի գալիս այս դանդաղաշարժությունը, հավատացեք, մենք շատ կարիք ունենք լավ ընդդիմության, կառուցողական ընդդիմության, որտեղ իշխան էլ ընդդիմությունը է, միևնույն է, նրանք իշխանության մաս են կազմում եւ մենք ամենաշատն ենք զգում ազգային ժողովում այդ ընդդիմության պակասը, երբ որ չկա այդ առողջ քննադատող ուժ, այսինքն չկա հակակշռող բան այս ժամանակ մեզ համար կձևավորվեն այնուամենայնիվ ժամանակի հրամայական է, լավ երիտասարդներ կան մարդիկ ում պակասում է ռեսուրսը, կան մարդիկ ում պակասում է կադրային բանկը, բայց կգա ժամանակը եւ մենք փոփոխություններ կտեսնենք։ Կարևորը որ չկան խոչընդոտներ, չկան արգելքներ, մենք բաց ենք թողել քաղաքական դաշտը, մենք որևէ մարդու կամ որևէ կուսակցության համար չենք ստեղծել անհնար գործունեության պայման, ընդհակառակը մենք դյուրինացրել ենք այս ամենը։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։